ձեզ, ես Հարությունյան Լիլիան եմ, Տավուշի մարզի սահմանամերձ Ազատամոտ գյուղից, դու գիտեիք դաբլ քլիկ անելու ձևը, հիշում եք ինչ էր կատարվում 2021 թվականին, երբ մարդիկ Երևանում նստած լսում էին Ազատամոտ գյուղի մասին, նայելով այդ փոքրիկ կետին քարտեզի վրա, լսելով կեղծ լուրեր, նրանք մոտավոր հետևյալ մտքերն էին արտահայտում, վայ, սահմանին մոտ է, ապագա չկա, կրթություն չկա, վայ ինչքան անկապ կանցնեն այնտեղի ջահելների օրերը, բայց ես այստեղ եմ, որպեսզի միասին հասկանանք, թե ինչ է կատարվում իրականում այդ սահմանամերձ գյուղում, ուզում եմ ասել, որ այնտեղ մարդիկ ամեն օր սովորում են, աշխատում են, ինքնակրթվում են, ճոճոնակ են ներկում, սիրահարվում են, հիասթափվում են, այնտեղի երեխաներին են հարցնում, ինչ ես ուզում դառնալ, և եթե իրապես ուզում եք տեսնել, թե ինչ է կատարվում Ազատամոտ գյուղի սահմաններից ներսում, ապա եկեք միասին դաբլ քլիկ անենք սահմանամերձ գյուղի վրա։ Եվ հետ գնանք 2019 թվական։ Լիլիան դեռ փոքրիկ էր, 12 տարեկան, բայց կամավորություն էր անում ու հենց ինքն էր ճոճոնակ ներկում։ Մի օր մի մարդ մոտեցավ իրեն ու հարցրեց. Ինչ ես ուզում դառնալ։ Եվ ես շատ ինքնավստահ համարձակ ասեցի, որ ուզում եմ դառնալ մեծ մարդ։ Ու նա հարցրեց. Ինչ է նշանակում քեզ համար մեծ մարդը։ Ես ասացի, ոչինչ չասացի։ Այն ինձ շատ լավ պատկերացնում է, թե ով է մեծ մարդը ինձ համար։ Ես այդ ժամանակ լռեցի, բայց հետո որոշեցի, որ պետք է գործել։ Պատահաբար լսեցի մեմի մասին ու մտա մեմ առանց վախենալու ու 16 տարեկանից արդեն աշխատեցի տուրիստական ոլորտում Աննա Ավագյանի հետ, իմ ամենասիրելի մենթորի։ Սովորում ենք կյանքի հմտություններ, բայց ասեմ, առաջին գումարը պարզապես գումար չէր, այլ անկախություն։ Կա չէ մտածելակերպ, որ գյուղում չկա աշխատանք, կրթություն եւ այլն, բայց մի բան ասեմ, ինքնակրթվելն ու առցանց աշխատելը ոչ ոք չի չեղարկել, հանգիստ եղեք։ Դե իրավիճակը պատկերացրեք արդեն։ Դու քո տանը, գյուղում, բնության գրկում նստած, քո համակարգչով աշխատում ես։ Նախանձելի է, չէ՞։ Բայց մի նախանձեք, որովհետև Ազատամուտի մուտքը միշտ ազատ է։ Մի դրվագ պատմեմ, հենց նոր հիշեցի։ Ինձ համարում է sales manager, Mastergate-ում է աշխատում Հրաշ ջան, բայց մի քանի վիդեոյի տեսել ընդամենը YouTube-ում արդեն ինձ մասնագետ էի համարում ու մի բան ասեմ, մի զանգով 700,000 դրամի վաճառք է արել, դա էլ է ինձ համար մինչև հիմա անհավանական թվեր։ Ուզում եմ ասել, որ մարզերում կա կյանք, կրթություն և ապագա։ Այդտեղ ձևավորվեց, այո, շատ ճիշտ է։ Հենց այդ ապագա չունեցող գյուղում ձևավորվեցի ես, իմ սկզբունքները, որոնք միշտ ինձ հետ են։ Ու այդ ամենին զուգահեռ, բայց լրահոսներին հակառակ, ես ինձ համար վիդեոներ էի տեղադրում մեր գյուղից։ Մարդկանց ցույց էի տալիս գյուղի իրական կյանքը։ Չէ անում այդ նպատակով, բայց ծառայեց այդ նպատակին։ Ու մարդիկ արդեն տեսնում էին իրական մարդկանց, ովքեր ապրում են իրենց սիրելի գյուղում և իրականացնում են իրենց աշխատանքը ամենօրյա, այլ ոչ թե տեսնում էին խուճապահար վախեցած մարդկանց, ովքեր թուրքից վախենում են, որ հեսա կգան իրենց գյուղերը կտանեն կվերցնեն։ Եկավ իմ կյանքի երևի թե ամենադժվար շրջանը, ես պետք է տեղափոխվեի Երևան 17 տարեկանում, որպեսզի բարձրագույն կրթություն ստանայի։ Մի դրվագ պատմեմ, երբ գյուղում տատիկները լսեցին, որ ուզում եմ դառնալ սոցիալական աշխատող, հետևյալ արձագանք տվեցին։ Նպաստ բաժանող, փարոսում։ Չէ, նպաստ բաժանող չէ, ինքն էլ փարոսում չէ։ Սոցիալական աշխատանքը ինձ սովորեցրեց, որպեսզի խնդիրները դիտարկեմ լուծում ունեցող բաներ, այլ ոչ թե մեծ բարդություններ, որ ինձնից կախված չեն։ Ես նպաստ բաժանող չեմ դառնալու, այլ դառնալու եմ մեկը, ով տեսնելու է խնդիր, բարձրաձայնելու է և դրանք լուծելու է։ Ինչ է կատարվում սահմաններից այն կողմում։
Հեռավոր գյուղերում ծնված մարդկանց կյանքի ճանապարհը շատ երկար ու դժվար է։ Այնինչ սովորաբար մարդիկ դրանք անցնում են 2-3 ժամում, այն էլ մեքենայով։ Այնտեղի մարդիկ շատ լավ գիտեն աշխատանքի գինը։ Այնտեղի մարդիկ այլևս չեն տեսնում սահմաններ ու խոչընդոտներ։ Նրանք միայն տեսնում են հնարավորություններ։ Դե ես կարծում եմ դա նրանից է, որ նրանք ապրելով սահմանին այլևս չեն տեսնում սահմանը, իմաստ չկա, նրանք տեսնում են էլ ավելի հեռուն։ Ես չգիտեմ, մի օր կամ երբևէ, արդյոք մի ժամանակ, չգիտեմ անկեղծ, կդառնամ մեծ մարդ թե չէ, բայց ես մի բան շատ հստակ գիտեմ։ Գյուղում մեծանալը, գյուղում ապրելը չի նշանակում չունենալ մեծ մարդ դառնալու երազանք։ Այն նշանակում է ամեն օր ապացուցել, որ դու պարզապես քարտեզի վրա այդ կետը չես, դու ավելին ես, դու չես չափվում այդ կետով, դու չափվում ես քո քայլերով։ Ու կրթվող մարդը ամեն տեղ էլ կկրթվի։ Գյուղում, սահմանամերձ գյուղում, քաղաքում, ամեն տեղ։ Այսօր աշխարհը սահմաններ չունի։ Կրթությունը եւս միայն մեկ բան է պետք՝ ցանկություն։ Ես հույս ունեմ, բայց այս պահից ի վեր ուզում եմ վստահ լինել, որ այսօրվանից հետո մեծեր, սիրելի եւ փոքրեր, դուք սահմանամերձ յուղերին այլ աչքով կնայեք։ Դրանք, ինչպես ասեցի, քարտեզի վրա պարզապես ուրվագծեր չեն, որ երբեմն հայտնվում են լրահոսներում ու կեղծ լուրեր են շրջանառվում։ Դրանք ավելին են, դրանք մարդիկ են, ապրող, արարող, ստեղծագործող մարդիկ են։ Ու կհիշեք ինձ ու ինպես շատ Լիլիանների, ովքեր թեև ապրում են ազատամուտի պես մի շարք սահմանամերձ յուղերում, բայց ցանկություն ունեն մեծանան եւ դառնան մեծ մարդ։ Դե ինչ, սա իմ պատմությունն է։ Եթե հավանեցիք, ապա դրեք լայք եւ բաժանորդագրվեք իմ ալիքին, որ երբեք չմոռանաք, որ գյուղը դա պարզապես դատարկ տարածք չէ։ Շնորհակալություն։